Բարի երեկո, դուք դիտում եք բաց հարթակ, այսօր իմ հյուրը Հայաստանի ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Ալխազ Ղազարյանն է, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Եւ այսպես վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ գրառում է արել եւ նշել քայլերի հերթականությունը, թե ինչ պետք է տեղի ունենա Գարեգին երկրորդի հեռանալուց հետո։ Նախ Տիկին Ղազարյան, վստահ եք, որ Գարեգին երկրորդը հեռանալու է։ Միանշանակ վստահ ենք, որ Գարեգին երկրորդը հեռանալու է, ես ինքս էլ բավականին եզրակացություններ, այսպես ասած, գրառումների տեսքով արտահայտել եմ, քանի որ գիտեք, որ հոգևոր խորհրդի ժողով տեղի պետք է ունենար մի երկու շաբաթ առաջ եւ տեղի չունեցավ, որովհետեւ չկարողացան քվորում ապահովեին, սա ինչի մասն էր խոսում, որ արդեն ներսում էլ ինքը չունի աջակցություն, այն որ Հայաստանի Հանրապետությունում ինքը չուներ աջակցություն, դա ակնհայտ երևույթում էր, բայց որ այս պահին ներսում էլ արդեն կորցրել է իր աջակցությունը իր իսկ այսպես ասած եպիսկոպոսների arczepiskopոսների շարքում, դա էլ ակնհայտ երևում է, եպիսկոպոսած ժողովն էլ եւս չեղարկվեց, որովհետեւ ըստ երևույթի էլի մարտը եպիսկոպոսները չհավաքվեցին իր հետ ժողով իրականացնելու եւ արդեն որ ակնհայտ երևում է, թե ինչպես է իր դիրքերը այս առումով թուլանում եւ եւս մեկ եզրակացության էի հանգել նաեւ այն առումով, թե ինչու հանրության շրջանում մենք չունենք կաթողիկոս, այսպես ասած ընդունված կաթողիկոս, ինչպես իրենք են ուզում իրենց կոչել ամենայն հայոց կաթողիկոս, որովհետև բազմիցս տեսել ենք, որ ինքը այցել է կատարում տարբեր երկրներ, հանդիպումներ է ունենում, այսպես ասած, բայց երբևէ ես օրինակ չեմ հիշում, որ կաթողիկոս կոչված է, այսպես ասած, այցելի որևէ համայնք, որևէ մարզ, որևէ եկեղեցի եւ իրականացնի որևէ պատարակ կամ մասնակցի որոշ չափով պատարակին, բայց հակառակն ենք տեսնում, երբ որ եպիսկոպոսներն են մասնակցում պատարակի, օրինակ նախորդ կիրակի մասնակցել էին պատարակի, արժանանում են շատ սուր գնահատանքի, բայց իրականում դա շատ նորմալ կանոնական կարգ է եւ եպիսկոպոսները ցանկացած վայրում, ցանկացած տեղ կարող են մասնակցել պատարակի եւ իրենք էլ նույնիսկ օգնեն պատարակի իրականացմանը։ Այսինքն դուք կարծում եք, որ Գարեգին երկրորդը անգամ արդեն հոգեվորականների շրջանում չունի աջակցություն։ Դա ակնհայտ երևում է։ Դա ակնհայտ երևում է, ես երկու դեպք նշեցի, որ երկու դեպքում էլ հնարավոր չեղավ քվորում ապահովել, որպեսզի նիստ կարողանային իրականացնել, ժողով իրենց լեզվով ասած ժողով իրականացնել եւ որևէ որոշում կայացնել, սա ինչի մասն է խոսում, որ այն գործունեությունը, որ իրականացնում է եւ եպիսկոպոսներն էլ իրենց հայտարարության մեջ նշեցին, եթե սրբապղծության առջև ինքը աչքը փակում է, իրենք էլ այլևս գործ չունեն այդ մարդու հետ։ Վարչապետը նաև նշել էր, որ պետք է տեղի ունենան իհարկե այդ հերթականությունից հետո ամենայն հայոց կաթողիկոսի ընտրություններ համաձայն նոր կանոնագրքի։ Տիկին Ղազարյան, այսինքն ամեն դեպքում կարծում եք, որ նոր ընտրությունները անխուսափելի են եւ Գարեգին երկրորդի հեռացումը եւս անխուսափելի է։ Այո, այն որ Գարեգին երկրորդը հեռանալու է, դա խնդիր չկա, Կտրիշ Ներսիսյան այսպես ասած, որովհետեւ մենք չենք ընդունում եւ դուրս է գալիս, որ հոգեվոր դասի որոշ մարդիկ էլ արդեն իրեն չեն դիտում որպես կաթողիկոս եւ կանոնագրքի նոր կանոնների որոշումներ պետք է հենց ներսում իրենց համար որոշեն եւ առաջնորդվեն հետագայում այդ կանոնագրքի յուրաքանչյուր կետը պահելու մղումով, որպեսզի նույնիսկ իրենք եթե ստանձնում են այդ կարգով շարժվելը, չխախտեն այդ կարգերը, բայց այդ կարգերը իրենք են որոշում, այնուհետև ինչքանով որ տեղյակ են արդարադատության նախարարությունով դա հաստատվում է, այսինքն ինչ-որ չափով պետությունն էլ է մասնակցում կանոնակարգի հաստատմանը, որին պետք է եկեղեցականները ըստ իրենց դասերի ենթարկվեն այդ կանոնակարգին։ Ես մի անգամ ձեզ այդ հարցը տվել եմ, հիմա նորից կրկնեմ, երբ վստահ այդպես ասում եք, որ նա հեռանալու է, արդյոք չեք կարծում, որ սա կարող է դառնալ ինչ-որ բախման պատճառ, որովհետև այնտեղ ամեն դեպքում կլինեն աջակիցների որոշակի խումբ, որոնք կաջակցեն Գարեգին երկրորդին եւ կլինի այստեղ մեկ այլ խումբ, որը պահանջում է նրա հրաժարականը, եւ չեք կարծում, որ դա կարող է դառնալ բախման պատճառ։ Ես ուզում եմ մտածել, որ բախման չի հանգի եւ ի վերջո կհասկանան, որ իսկապես իրենց ժամանակը եկել է եւ իրենք պետք է գնան հանգստի, ոնց որ նշված էր եպիսկոպոսների հայտարարության մեջ եւ չպետք է տանեն բախման։ Ամեն դեպքում եկեղեցին կամ եկեղեցականների գործունեությունը միտված է նրան, որ ամեն դեպքում ապահովեն միասնականություն, խաղաղություն եւ հասկանան այն իրավիճակը եւ փորձեն ելք գտնել իրավիճակներից։ Պարզապես
այստեղ մի ուրիշ բան է նկատվում, որ իրենք իրենց կամքով չեն այս կամ այն հայտարարությունն անում կամ այս կամ այն գործողության գնում եւ հստակ վարչապետն էլ ամբիոնից նշեց, որ մենք ուզում ենք ունենանք ամենայն հայոց կաթողիկոս, որը կլինի մեր ժողովրդի կաթողիկոսը, այլ ոչ թե կառաջնորդվի այլ երկրի գործակալական կազմակերպության կողմ գործակալների կողմից Դուք վստահ եք, որ այստեղ կա ինչ-որ գործակալական ցանցի Մենք տեսնում ենք այն քայլերը, որոնք որ բան են, ակնհայտ ցույց են տալիս, որ չեն առաջնորդվում իրենց մտքով եւ կամքով եւ կարծիքով եւ իրականացնում են ինչ-որ քայլեր, որոնք տրամաբանական են, այսպես ասած, որի հետևանքով մենք հանգում ենք դրան եւ եթե վարչապետը նման բարձր ամբիոնից նման հայտարարություն է անում, հետեւաբար մենք պետք է հղում անենք ու վստահ լինենք, որ հստակ ունի ինֆորմացիա այդ մասին եւ չէր կարող այդ ամբիոնից հնչեցնել մի հայտարարություն, որին չէր տիրապետի 100%։ Այսինքն այդ գործակալական ցանցի հետ կապը եկեղեցու բարձրաստիճան նշեց նույնիսկ ավակ լեյտենանտի բանը գործունեությունը կամ հորդորը չի իրականացնում, այլ լինում է Հայաստանի իրապես ամենայն հայոց կաթողիկոս։ Տեսեք, այդ դեպքում ընդդիմությունն էլ հայտարարում է, որ իշխանությունն ուզում է ունենալ իր սրտի կաթողիկոսը։ Եվ այն ինչ որ հիմա իրականացվում է, այն պահանջը որ կա հրաժարականի, ասում են, որ դա էլ այս դեպքում դրսից հրահրված հերթական ծրագիրն է։ Ընդդիմությունը ինչպես միշտ իրողություններին նայում է այնպես, ինչպես ինքն է պատկերացնում եւ ինքն է տեսել տարիներ շարունակ եւ ես պետք է ասեմ այսօր ինչպես Հայաստանի Հանրապետությունում ժողովուրդն է ընտրում իր իշխանությունը եւ ժողովրդի ընտրած իշխանությունն է իրականացնում բոլոր գործունեությունները ժողովրդի ցանկությամբ, այնպես էլ կաթողիկոսը պետք է լինի ժողովրդի ընտրյալը եւ իրապես իրականացնի լինի ամենայն հայոց կաթողիկոսը։ 301 թվականին հայ առաքելական եկեղեցին ստեղծվել է պետության կողմից, պետության որոշմամբ կարծում եմ ճիշտ կլինի, որ կիրակնորյա պատարակներից առաջ 10-55-ին բոլոր եկեղեցիներում երգչախմբերը կատարեն Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը։ Սա եւս Հանրապետության վարչապետի գրառումն էր ու շատ բուռն քննարկման թեմա դարձավ։ Այո, տեղյակ եմ։ Քրիստոնեությունը Հայաստանի Հանրապետությունում պետական կրոն է։ Եվ սա գաղափար է, որը որ առաջարկվեց վարչապետի կողմից։ Ինչին է միտված այս գաղափարը? Այս գաղափարը միտված է պետականության ավելի մեծ զգացումով եւ պետականության այդ խորհրդանիշների նկատմամբ ավելի մեծ հարգանքով։ Դեռ 2021 թվականին, երբ որ արդեն падգամավոր էի դարձել, այդ գործունեության ընթացքում նախագծեր ենք մշակել նաեւ, որպիսի Հայաստանի Հանրապետության դրոշի մասով կոնկրետ, գիտեք, որ օրհներգի դեպքում էլ փոփոխություն իրականացվեց, որ ավելի այսպես հնչեղ ու լավ ավարտվի օրհներգը, տուների, այս քառատողերի փոփոխություն իրականացրեցինք եւ կարծում եմ դա ավելի ոգեշնչող է։ Դրոշների դեպքում էլ որոշում կայացվեց, որ բոլոր պետական կառույցներում տեղադրվեն Հայաստանի Հանրապետության դրոշը եւ ակնհայտ էր, որ բոլոր տեղերում, եթե այլ երկրներ ես գնում համեմատության մեջ, ամեն տեղեր դրոշ տեղադրված տեսնում, բայց Հայաստանի Հանրապետությունում շատ քիչ էինք հանդիպում պետական կառույցներում դրոշներ եւ օրենք ընդունվեց նաեւ այս առումով, որպեսզի բոլոր պետական կառույցներում դրոշը տեղադրվի։ Եկեղեցում տեղադրվելու մասում դեռ քննարկման փուլում է, բայց ես այստեղ ոչ մի արտառոց բան չեմ տեսնում, որովհետև իրականում եկեք այս տեսակետից նայենք, պետություն պետականություն ունենալը դա մեկ բան է, եկեղեցիները շատ են եւ կազմակերպություններ են, որոնք գործում են այդ պետության ներքո, այդ պետությանը պատկան եւ կարծում եմ այստեղ մեծ հակասություն չկա, եթե եկեղեցում լինի Հայաստանի Հանրապետության դրոշը եւ դա նորմալ է։ Եվ օրհներգը հնչի։ Օրհներգի էլի ասում եմ գաղափարներ են, որոնք պետքա քննարկվեն, ընդունելի կլինի լայն շրջանակի կողմից կարելի է փորձել, չի լինի ընդունելի, էլի ոչ մի խնդիր չկա։ Նման նախադեպեր կան, թե չկան, օրինակ եվրոպական երկրներում Լիտվա, չգիտեմ, Ֆրանսիա, Իտալիա։ Ես ինքս չեմ հանդիպել, անկեղծ ասած, բայց գործընկերների հետ խոսելիս ասել եմ, որ այո, կան, որ նման շատ կան երկրներ, որ այդպես էլ հենց առաջնորդվում են։ Կնայենք միջազգային փորձը, ինձ համար էլ էր նորություն, իհարկե մտածելու տեղիք է տալիս, բայց քննարկելի է, կքննարկենք, դա գաղափար է դեռ։ Եթե չեմ սխալվում, հնչեց մի այսպիսի միտք, որ հաջորդ պատարակը կարող է լինել Մայրաթոռում։ Այո,
պարոն Սիմոնյանն է հնչեցրել այդ միտքը եւ չի բացառվում, որովհետեւ տեսեք մի պահ էլ չէին մտածում, որ Գյումրիում հնարավոր է հենց 7 վերք եկեղեցում իրականացվի պատարագ, բայց իրականացվեց իհարկե շատ տհաճ գործունեություն այնտեղ ծավալվել էր, որին իհարկե մենք տեղյակ չեղանք, մենք պատկարակին մասնակցեցինք այնպես ինչպես միշտ ենք մասնակցել, բայց իրականում հետո լսեցինք, որ այնտեղի այսպես սպասավորները եկեղեցական ամեն ինչ արել են, որպեսզի խոչընդոտեն պատարագի իրականացումը, ինչը իմ համար անընդունելի է։ Ես միշտ մտածել եմ, որ եկեղեցին չէ, որ միշտ Աստվածաշնչում էլ ասված է, որ մարդ չէ, որ պետքա որոշի ով է մեղավոր, ով մեղավոր չի, ում պատարագ մատուցեն, ում պատարագ չմատուցեն, կամ այլ առհասարակ եկեղեցին բոլորի տունն է եւ բոլորը կարող են այնտեղ այցելել, եթե հիշում եք 2 շաբաթ առաջ Նարեկ Կարապետյանն էլ էր մասնակցում նույն պատարագին, որին մասնակցում էր նաեւ վարչապետը, այսինքն ես չեմ հասկանում էլի այս մոտեցումը առհասարակ են էլ այդ խորհրդանշական օրով դեկտեմբերի 7-ին շատ խորհրդանշական էր, որ հենց պատարագ մատուցվեր Գյումրիում եւ մենք այցելեցինք այդքան մեծ սիրով, որպեսզի հենց այնտեղ իրականացվեց, կարծում եմ այստեղ շատ տհաճ անակնկալ էր, որ հենց եկեղեցականներն էին փորձում չիրականացնել պատարագ Հայաստանի Հանրապետության քաղաքացու, Հայաստանի Հանրապետության պետական այրերի մոտ, որովհետև ի վերջո պետության ավակներն են իրենք եւ պետության մենք վարչապետը եւ շատ նորմալ է, որ այդ օրը այցելել է Գյումրի, ես կարծում եմ, որ հակառակ ռեակցիան կլիներ եւ հակառակ ավելի մեծ ցնծությամբ կընդունեին եւ պատարագ կմածուցեին, որովհետեւ իրենք Աստծո խոսք բանանողներն են, փոխանցողներն են, ոչ թե քաղաքականությամբ զբաղվողներ, իսկ իրենք իրենց քաղաքական դիրքորոշումն են ցույց տալիս այս քայլով։ Տիկին Ղազարյան, այդուամենայնիվ Արամ առաջինը եւս հայտարարեց, չէ, 3 հայտարարություն տարածվեց, որ նա ասում է Հայաստանում անարդարություն է կատարվում, նաեւ անդրադարձավ հոգեվորականների անազատության մեջ գտնվելուն, ինչպես կմեկնաբանեք այդ հայտարարությունը։ Արամ առաջինի հայտարարությունը անարդարություն, տեսեք, վատ հայտարարություն չէ, եթե ինքը, այսպես ասած, ես չեմ կարծում, որ ինքը լիովին տիրապետում է իրավիճակին, ինչ է այսօր տեղի ունենում Հայաստանում։ Այո, անարդարություն է, երբ որ եւ Անտիլիաս կապը կարծում եք։ Ես կարծում եմ, եթե լիներ այդ կապը, նրանք միասնական մեկ կաթողիկոս կունենայինք այս պահին, եւ ես չեմ կարծում, որ Արաման լիարժեք ինքը տիրապետում է այն հայտարարությանը, որը որ տարածվել է։ Ամեն դեպքում ես այդպես եմ մտածում, բայց ինչ վերաբերվում է անարդարությանը, ես պետք է ասեմ, որ քաղաքականությամբ զբաղվել է կաթողիկոսը եւ այս ամբողջ ընթացքում այո, այն ամբողջ գործունեությունը, որ իրականացվել է, շատ սխալ է։ Նույնիսկ պատերազմից հետո դեկտեմբերին հայտարարություն արեց, եթե չեմ սխալվում, որ պետք է իշխանությունը հեռանա եւ այլն։ Այն դեպքում, երբ որ ես ամբողջ պատերազմի ընթացքում չտեսա իր ներկայությունը որևէ զինվորի պատերազմի ընթացքում որևէ մեկի կողքին եւ ի վերջո իրենք են եկեղեցին այն մարմինը պետքա լիներ, որ համախմբում իրականացներ այդ ճգնաժամային իրավիճակում։ Նկատի ունեք, որ չտեսակ զինվորի կողքին։ Չէ, Կտրիշ Ներսիսյանը կոնկրետ ու հիմա Արամ առաջինը հանդես է գալիս նման հայտարարությունով, ես համարում եմ, որ ինքը իրավիճակին չի տիրապետում, ուղղակի հայտարարությունը տվել են իրան, ոնց որ միշտ եղել է նաև այս ընթացքում, երբեմն լսել ենք, որ նույնիսկ զատիկական տոներին եւ այլն տվել են A4 ֆորմատով հայտարարություններ, որոշ սպասավորների եկեղեցական կարդացել են այդ օրերին նման հայտարարություն քաղաքական, որը իրականում իրենք չեն այդ հայտարարության հեղինակը, այլ բաժանվել է իրենց Կտրիչի կողմից, այսինքն այսպես ամբողջական քաղաքական գործունեություն իրականացնող անձնավորություն է եւ վարչապետն էլ էս վերջում փաստեց, որ ժամանակ է ունեցել երկար շփվելու, մի անգամ հոգեվոր թեմայով զրույց չի բացվել եւ խոսակցություն չի եղել։ Ունենք այն ինչ ունենք եւ եթե իսկապես լիներ բանը այդ թեւը չէինք ունենա, Անտարեսի թեւը չէինք ունենա եւ միասնական մեկ կաթողիկոս կունենայինք։ Այդուամենայնիվ ամփոփելով այս հատվածը եւ անցնելով քաղաքականին, եւս մեկ հարց, դուք կարծում եք, որ կաթողիկոսի օրերը հաշված են եւ նա հեռանալու է։ Այո, միանշանակ։ Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններին անդրադառնանք, վերջնական որոշումը չունենք ֆորմատների, բայց մեծ հավանականությամբ կմասնակցեմ 2026-ի ընտրություններին, նաեւ ասել է, որ քաղաքացիական պայմանագիրը պետք է չընտրվի եւ ես պլան B չունեմ, վստահ եմ, որ չի ընտրվի։
Շատ հետաքրքիր հայտարարություն է, անկեղծ ասած Քոչարյանի արդեն այս վերջին ինչ որ հարցազրույցները նույնիսկ բան սոցիալական կայքում չէի կարողանում գտնել, որովհետև որևէ մեկը էլ հղում չէր անում, չէր նայում մարդիկ, որոնք որ ինչպես նախորդ ընտրություններին ասում էին, միջև քոքը մաշացնելու ենք, կռելու ենք եւ այլն, բարձվեց իրենք են մաշել եւ նույնիսկ մենք օրինակ ես տեղյակ չէի, որ հարցազրույց է տվել, ինչ որ բան է խոսել, ինչ որ պլան B-ից եւ պլան A-ից է արել, որոշել է, որ մենք մարդ, որ միջև քոք մաշվել է, կլինի չխոսա որևէ մեկին կրելու կամ հաղթելու մասին։ Ես կարծում եմ ինքը անընդհատ այդ պլան B-ի ցիկլի մեջ է եւ այդպես էլ դուրս չի գալիս ու չի պատկերացնում իրականություն։ Ես միշտ ասում եմ, որ ինքը իրականությունից զրկված է, որովհետեւ իրապես օրգանական կապ չունի ժողովրդի հետ, որտեղ ինքը ապրում է։ Տիկին Ղազարյան, բայց չեք կարծում, որ այդուամենայնիվ վերջում ընտրություններից հետո ընդդիմադիրները կարող են, այսպես ասած, համախմբվել եւ էլի եմ ձեզ այդ հարցը տվել եւ տեղի ունենա այն, ինչ տեղի ունեցավ Գյումրիում։ Միշտ նրանք ունենում են այդ պլանը, բայց վաղարշաբաթի ընտրությունները հակառակը ապացուցեցին, որ այդ պլանը արդեն մարդիկ պարզել են, վստահ են, որ այդ պլանը կա։ Տեսեք օրինակ Արման Թաթոյանի օրինակը, չէ՞, ամեն կերպ փորձում է արթանալ, որ ինքը Սերժ Սարգսյանի հետ կապ չունի, այնինչ անհնար է նման բան լինել։ Նույնը ունենք նաև Մարտու Գրիգորյանի դեպքում, երբ որ ամեն կերպ փորձում էր ցույց տալ, որ ինքը Վարդանիկի հետ կապ չունի, բայց կպավ Արման Թաթոյանը կարծում եք Սերժ Սարգսյանի հետ կապ ունի։ Միանշանակ չի կարող կապ չունենալ, երբ որ սրբագրել է նրա բոլոր գործունեությունը եւ եղել է բան արդարադատության փոխնախարար մի 6 տարի նրանից հետո եղել է մարդու իրավունքների պաշտպան, Սերժ Սարգսյանի իրավունքների պաշտպան ու սրբագրել է նրա բոլոր գործունեությունը կապված նաեւ Սարիթաղի դեպքերի հետ կապված, կարող է նա առանձին դիտվել Սերժ Սարգսյանից միանշանակ չի։ Բայց վերջերս նա հայտարարեց, որ դիմելով նախկին ղեկավարներին ասել էր, որ եթե ուզում են իշխանությունը պարտվի, չպետք է նախկին նախագահները մասնակցեն ազգային ժողովի ընտրություններին։ Դե դա ասում եմ, ամեն կերպ փորձում է ցույց տալ, որ ինքը տենց կապ չունի եւ մտածում է, որ մեր հաղթանակը մենք ժողովրդի մոտ հեղինակություն չունենք, դա իր մտքերն է, էլի մտածում է, որ պայմանավորված է նախկին նախագահներով, ես կարծում եմ նախկին նախագահների էջը վաղուց արդեն փակված է։ Նույնիսկ ասում եմ, սոցիալական կայքերում հետաքրքրություն չկա, որ նույնիսկ լրատվականները տարածեն այս կամ այն խոսքը, որովհետեւ այդ մարդիկ, որ ասում է անցյալի հետևից կամ լավը կամ ոչինչ, այս վիճակն է, հիմա էլ ոչ մեկ չի խոսում, նույնիսկ չեմ ես հետաքրքրություն ունեմ, որ նայեմ ինչ է խոսել, որովհետև անընդհատ նույն բաները նույն պլաստին կամ պտտում են ու անընդհատ սուտ խոսելով, անընդհատ մանիպուլացնելով մի ժամանակ խոսում էին, հիշում եք, փաստաթղթերի վերաբերյալ, թե ինչպիսի բանակցություններ են վարել, ինչպիսի լավ բանակցություններ են եղել, բա որ լավ բանակցություններ են ինչի չէին վերջնականացվում, արդյունքը ինչ ստացվեց, բոլորիս է հայտնի, այնպես որ հիմա դրանից հետո հիմա նոր բան պետք է մտածեմ, բայց այնքան էլ բան չունեն, էլի, այդպես քաղաքական, որ նոր ինչ որ գաղափարով հանդես գան։ Տիկին Ղազարյան, տեսեք, դուք ասում եք ընդդիմությունը անդադ նույն երգն է երգում, մոտավորապես այսպես, բայց նույն ընդդիմադիրներն էլ ձեզ մեղադրում են, ասում են անընդհատ նույն բանն են ասում, նախկինները։ Դե մենք հիմա ես այդ էլ եմ ասում, օրինակ ես կարծում եմ էլ արդեն նրանց հղում անելու իմաստն էլ է կորում, որովհետև այդ մարդիկ ապացուցեցին, որ ծայրից ծայր ամեն առումով թե ներքաղաքական, թե բանակցային գործընթացներում ձախողում են ապահովել Հայաստանի Հանրապետության համար եւ անդրադառնալու հղում անել նրանց պետք չէ, ուղղակի պետք է առաջ շարժվել, անտեսելով ուղղակի նրանց ամեն մի գործունեություն, որովհետեւ ժողովրդի կողմից էլ նրանք եղել են մերժված եւ մերժվում են այսօր, այնպես որ անդրադառնալ նրանց կարիք չեմ գտնում։ Եվ առանձնապես նրանց որպես այդպեսին քաղաքական ուժ չեմ համարում, ուղղակի ընդդիմադիր դաշտ այսպես ուզուրպացրել են ու համառորեն չեն ուզում այդտեղից հեռու գնալ։ Նախկին բառը եւս մեկ անգամ պետք է օգտագործեմ, որովհետեւ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանի նկատմամբ բռնություն էր կիրառվել եւ ընդդիմությունը հայտարարում է, որ լրացնում են նրանց, ովքեր քննադատում են իշխանությանը։ Ես չեմ էլ լսել Միհրանը ինչ ասած պետքա լինի, որին պետքա լրացվել կամ լրացնել։ Իրականում դեպքի վերաբերյալ մամուլից եմ տեղեկացել ու առհասարակ չգիտեմ թե իրապես ինչի հիմքով են նման միջադեպ եղել։ Հուսով եմ իրավապահները մեզ էլ կլուսավորեն, մի օր կհայտնեն ինչի հիմքով է նման բան եղել, ինչ հարձակում է եղել եւ ովքեր են եղել հարձակվողները իրականում, չեմ տիրապետում Վարչապետը գրառում էր արել, որ բռնության կոչ անողները եւ բռնության դիմողները պետք է բացահայտվեն, արժանանան թե քաղաքական, թե իրավական գնահատականի։
Այո, որովհետև իրապես բռնությունը մեր կյանքում պետք է հնարավորինս բացառենք եւ ամեն կերպով, տեսեք, ամեն բռնության կոչ Միքայել Աճապաղյանը այսօր իր վճիռը, այսպես ասած, կրում է, իր պատիժը կրում է հենց բռնության կոչ անելու վերաբերյալ եւ մենք ունենք հոդված համապատասխան եւ բնականաբար իրավական առումով ստացել է իր գնահատականը եւ հետագայում էլ առաջնորդվելու ենք այդ ճանապարհով։ Շնորհակալություն։ Ձեզ եմ շնորհակալ։ Հիշեցնեմ իմ հյուրը Հայաստանի ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Ալխազ Ղազարյանն է։ Շնորհակալություն ուշադրության համար, հաջողություն։